Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետը, այնուհետև տեղի ունեցել գագաթնաժողովի լիագումար նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում են ունեցել Կոպենհագենում։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ սոցցանցի էջում գրել է վարչապետը։ Կոպենհագենում տեղի ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Փաշինյանը եւ Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմավոլորտ գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ձևավորված առանձնաշնորհյալ հարաբերությունների բարձր մակարդակը եւ ընդգծել համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման կարեւորությունը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին, Վաշինգտոնի խաղաղության, գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ TRIP նախագծի իրականացման վերաբերող հարցեր։ Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է իր երկրի շարունակական աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Հայաստանի համար այս կարևոր փուլում ցուցաբերած համակողմանի աջակցության համար։ Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ շփումները երկկողմ եւ բազմակողմ հարթակներում։ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության գործընթացում գրանցած առաջընթացի կապակցությամբ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը մեծ ձեռքբերում է, ասել է Մակրոնը Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ։ Ադրբեջանի նախագահը Կոպենհագենում հանդիպել է նաև Մոլդովայի նախագահի հետ։ Սամդուն շնորհավորել է Ալիևին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների վկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ։ Ալիևն էլ նշել է, որ այդ արդյունքները պատմական նշանակություն ունեն երկու երկրի հարաբերությունների համար։ ԵԽԽՎ-ի ՄԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգի նստաշրջանին։ Ազգային ժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը ընդգծել է, որ երիտասարդները մարտահրավերներ են նետում ավտորիտարիզմին, պաշտպանում իրավունքները եւ մասնակցում որոշումների կայացմանը։ Նա հիշեցրել է 2018-ի Թավշյա հեղափոխությունը եւ Հայաստանում երիտասարդության մասին նոր օրենքը, որը խթանում է երիտասարդների ներգրավվածությունը։ Ջուլհակյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ապահովել ազատ ու անվտանգ միջավայր երիտասարդների մասնակցության համար եւ զարգացնել ժողովրդավարությունը։ Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է այդ երկրի փոխվարչապետ ՆԳ նախարար Շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանին։ Կողմերը քննարկել են ներքին գործերի ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունները, պայմանավորվել փոխադարձ այցերի եւ համատեղ օրակարգի մշակման շուրջ։ Հանդիպման ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է Հայաստանի եւ ԱՄԷ-ի վարորդական վկայականների փոխադարձ ճանաչում։ Սա հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացիներին ԱՄԷ-ում օգտվել ազգային վարորդական իրավունքից, իսկ մշտական բնակության դեպքում փոխանակել այն առանց տեսական եւ գործնական քննությունների։ Նախարարներն ընդգծել են, որ փաստաթուղթը կնպաստի գործակցության խորացմանը եւ քաղաքացիներին կազատի ավելորդ բյուրոկրատական խոչընդոտներից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ փոխհատուցման սահմանաչափը բարձրացվում է 12-ից մինչև 20%, առավելագույնը մինչև 10,000 դրամ։ Օրինագիծը կգործի 2026 թվականի հունվարի 1-ից։ Նախարարի խոսքով օրինակ 50,000 դրամ կենսաթոշակը անկանխիկ գնումներով կարող է դառնալ 60,000։ Ծրագիրը միաժամանակ կխթանի հարկերի վճարումն ու ստվերի կրճատումը։ Այս պահին դրանից օգտվում է 350,000 կենսաթոշակառու, իսկ գյուղական փոքր համայնքներում արկա սահմանափակումները ըստ նախարարի էական չեն։ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նոր նախագահ է ընտրվել Հռիփսիմե Հունանյանը։ Քվեարկությանը մասնակցած բոլոր 61 պատգամավորները կողմ են քվեարկել։ Գեղարքունիքի մարզի բուժ հիմնարկներում 2025 թվականի միայն սեպտեմբեր ամսին ծնվել է 163 երեխա, 86 տղա, 77 աղջիկ։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից հայտնում են, որ 99 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 29 Գավառի, 23 Սևանի, 11-ը Վարդենիսի բժշկական կենտրոններում։ Մանչեսթրում 4 անձ է վիրավորվել սինագոգի վրա հարձակման հետևանքով։ Կասկադյալը մեքենան մարդկաձողությամբ է վարել ու դանակով հարվածներ հասցրել։ Ոստիկանությունը հաղորդում է, նրան գնդակահարել են եւ ենթադրվում է, որ նա մահացել է։ Հարձակումը տեղի ունեցել հրեաների համար ամենասուրբ Յոմ Կիպուրի օրը։ Աշխարհի տարբեր ծայրերում հրեաներն այսօր սինագոգներում են հավաքվում։
Իսրայելական ուժերը կալանել են Գազա օգնություն տեղափոխող համաշխարհային անդրվելիության նավատորմի 13 նավը եւ դերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում շվեդ Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, շուրջ 500 մարդու մասնակցությամբ Իսրայելն առևանգումը որակել է որպես ծովային շրջափակման խախտում, իսկ ակտիվիստները որպես անօրինական գործողություն։ Հունաստանում, Իսրայելում, Թունիսում եւ Թուրքիայում անցկացվել են բողոքեցի ցեր։ Կոլումբիայի նախագահը այն անվանել է միջազգային հանցագործություն եւ դադարեցրել Իսրայելի հետ առևտրային համաձայնությունը։ Իռլանդիան, Թուրքիան եւ Պակիստանը խստորեն դատապարտել են գործողությունը։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Չեռնոբոլի ատոմակայանում էլեկտրոէներգիայի անջատումը արտակարգ իրավիճակ է առաջացրել, անջատում է տեղի ունեցել ԱԷԿ-ի ավերված 4-րդ ռեակտորային բլոկում։ Ներկայում մասնագետներ աշխատում են ատոմակայանի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։